Կերպարը լինելու է սպիտակաձյունիկի այն խորթ մաման, որ հայլուն ասում է, ասա ինձ ասա հայելի, ով է անթերի ավելի։ Սկիզբը հենց տենց էլ սկսում է, նստած եմ պրոցեդուրայի այդ ինչի վրա պրոցեդուրայի այդ որ պարկում են դրա վրա նստած եմ ու ասում եմ հայելուն, ասա ինձ ասա հայելի, ձեռքումս հայելու է, ով է ավելի ով է աշխարհում անթերի ավելի, ու ոնց որ աշխատողները միառժամանակ այդտեղ ասում են դու իմ հիասքանչ թագուհի, ու արդեն այդ կտրմակադրը սկիզբը սկսում է երաժշտության տակ, այդ կինոյական, այդ մուլտիկական երաժշտության տակ, այդ թագուհին քայլում է, ոբշեմ բացեք դռները բացվում են, ինքը մտնում է, ինչ որ կախարդական էֆեկտներ եմ ուզում տամ, ոբշեմ գնում է ասում է, ասա ինձ ասա հայելի, ով է անթերի ավելի, հայելին պատասխանում է, քո գեղեցկությունը հզոր է անասելի, բայց կա մեկը հիրավի, ով հաղթում է քեզ անդառնալի, ով է նա ասա ինձ, սպիտակաձյունիկն է իմ թագուհի, ոչ, ինչ պետք է անեմ, միայն մեկ ճանապարհ կա թագուհի, դու պետք է գնաս անթերիս, ինչ պետք է անեմ, միայն մեկ ճանապարհ կա թագուհի, դու պետք է գնաս անթերիս, ու ընկնում է ճամփա, մտածում եմ ճանապարհին ինչ որ մի բան հանդիպի, ինչ որ մի բան անի, խնձորը տա ինչ որ մեկին կամ չգիտեմ, ինչ որ տենց մի հատ մի բան, մտնում է բան, ինչ պետք է անեմ, չգիտեմ, համեցեք բան, չգիտեմ, հեքիաթից էլ հայտնվել է էլի, ոբշեմ պրոցեդուրայից է կադրեր, ու արդեն ոնց որ վերջը գալի կպնում է սկիզբին, ասա ինձ ասա հայելի, ով է անթերի ավելի, դու ես միակ իմ թագուհի այս աշխարհում անթերի, ոբշեմ տենց,